2023 թվականի հունիսին Տիտանիկ նավի մոտ սուզվեցին 5 անձինք։ Օրեր անց պարզվեց, որ նրանք անհետացել են և ոչ մի տեղեկություն չկա նրանց մասին։ Վերջապես տարածվեց լուր, որ Տիտանիկ բատիսկաֆը վթարի է ենթարկվել, և որի հետևանքով մահացել են բատիսկաֆում գտնվող բոլոր 5 անձինք։ Այս գեղեցիկ և լեգենդար նավի մասին չեն դադարում ամենօրյա զրույցները և պատմությունները։ 21-րդ դարի լավագույն նավերն անգամ իրենց տեսքով և ճոխությամբ չեն կարողանում համեմատվել, ուր մնաց գերազանցել 20-րդ դարի լեգենդին։ Այս տեսանյութում ձեզ կներկայացնեմ որոշ փաստեր, պատմություններ և հրաշալի լուր կապված Տիտանիկի մասին։ Ավստրալացի միլիարդատեր Կլայվ Պալմերը արդեն քանի տարի է հայտարարում է լեգենդար նավի կրկնօրինակը կառուցելու մասին լուրերը։ Ճիշտ է, որոշ խնդիրների պատճառով այն հետաձգվում էր, բայց 2024 թվականին միլիարդատեր Պալմերը պաշտոնապես հայտարարեց նավի կառուցման լուրը։ 2024 թվականի մարտին տեղի է ունենում մի մեծ ասուլիս, որին ներկա են լինում տարբեր բարձրաստիճան մարդիկ, գործարարներ, լրագրողներ և այլն։ Ասուլիսի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվում է Տիտանիկ 2-ի նախագծային գծագրերը։ Ավստրալացի միլիարդատեր Կլայվ Պալմերը, ով նախկինում նախաձեռնել է մի քանի խոշոր ինժեներական նախագծեր, հայտարարում է Տիտանիկ 2-ի կառուցման պաշտոնական մեկնարկի մասին։ Նա ելույթ է ունենում ամբոխի առջև, բացատրելով, որ նոր նավը կլինի հարգանքի տուրք 1912 թվականի Տիտանիկին, բայց միաժամանակ կլինի տեխնիկապես կատարելագործված, ավելի անվտանգ և ժամանակակից։ Մամուլի ասուլիսի ընթացքում ցուցադրվում են երկու նավերի համեմատական պատկերները՝ հին ու նոր Տիտանիկները կողք կողքի։ Տեսագրության մեջ ընդգծվում է, որ Տիտանիկ 2-ը կլինի նույնքան շքեղ, բայց կունենա ավելի ամուր շինվածք, ռադարային համակարգեր, նոր սերնդի փրկարարական միջոցներ և այլ տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ կտան խուսափել 1912 թվականի աղետի կրկնությունից։ Նրա պատմությունը դեռևս ապրում է մեր սրտերում և մենք պատրաստ ենք այն վերակենդանացնել նոր չափանիշներով։ Նա հայտարարում է, որ նավը կառուցվելու է Չինաստանի նավաշինական գործարաններում և որ դրա առաջին նավարկությունը լինելու է նույն երթուղիով Սաութհեմփթոնից մինչև Նյու Յորք։ Եղան մի շարք հարցեր և քննադատություններ։ Մի լրագրող հարց է տալիս. արդյոք դա բարոյապես ճիշտ է կրկնել մի նավի ճակատագիրը, որը կործանվեց ու խլեց 1500 մարդու կյանք։ Պալմերը ժպիտով պատասխանում է. մենք չենք կրկնում ողբերգությունը, այլ հարգանքի տուրք ենք մատուցում պատմությանը։ Նոր Տիտանիկը կունենա հանգստի գոտիներ, թանգարան նավի ներսում, ժամանակակից փրկարարական միջոցներ և ավելի ամուր կառուցվածք։ Շեշտվում է, որ նավն ապահովված է լինելու արբանյակային վերահսկման, գերզարգացած սառցաբեկորների հայտնաբերման ու ավտոմատ նավարկության համակարգերով։ Չնայած բազում ներդրողներ հետաքրքրված են, հասարակությունը կասկածներ ունի, արդյոք մարդիկ իսկապես կցանկանան ճանապարհորդել նման նավով։
Պալմերը հայտարարում է, որ տոմսերը շուտով կհանվեն վաճառքի եւ արդեն մի քանի հարուստ անձինք նախապես ամրագրել են իրենց տեղերը։ Բայց որոշ գիտնականներ եւ անոմալ երևույթներով զբաղվող մասնագետներ վստահ են, որ աղետը կրկնվելու է։ Ocean Gate-ը ամերիկյան մասնավոր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին Stockton Rush-ի կողմից։ Նրա հիմնական նպատակն էր մշակել մասնավոր սուզանավերը գիտական եւ հետազոտական նպատակներով, առաջարկել բացառիկ սուզման փորձարարություն, մասնավոր մարդկանց հնարավորություն տալով անձամբ տեսնել ծովի հատակի լեգենդար կետերը, ինչպես օրինակ Տիտանիկի ավերակները։ Ocean Gate-ի առաքելությունները մեծ մասամբ հենվում էին վճարովի զբոսաշրջիկների վրա, որոնք հազարավոր դոլարներ էին վճարում այս փորձառությունը ապրելու համար։ Stockton Rush-ը ինքը հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը համարվում էր տեխնոլոգիայի հանդեպ պատասխանատու մարդ, սակայն միևնույն ժամանակ անվտանգության ոլորտում հաճախ անտեսող եւ ռիսկի հակված։ 2023 թվականի հունիսի 18-ին Ocean Gate-ը կազմակերպում է հերթական առաքելությունը դեպի Տիտանիկ նավի ավերակները, որը գտնվում է մոտ 3800 մետր խորության վրա։ Նյուֆաունդլենդ ափերից ոչ հեռու Տիտանի ուղևորներն էին Stockton Rush-ը, Ocean Gate-ի հիմնադիրն ու տնօրենը, Պոլ Հենի, ֆրանսիացի ականավոր գործիչ, Տիտանիկի փորձագետ, Համիշ Հարդինգը, բրիտանացի միլիարդատեր եւ հետազոտող, Շահզադ Դաուդ, Պակիստանի բիզնեսմեն եւ Սուլեյման Դաուդը, նրա 19-ամյա որդին։ Սուզվելուց մոտ 1 ժամ 45 րոպե անց նրանց հետ կապը կորավ։ Նախ առաջինը պարզ չէր, դա տեխնիկական խնդիր է, թե աղետ։ Մի քանի երկրների որոնողափրկարարական ջոկատները միացան որոնումներին։ Հետո սկսվեց մեծաքանակ քննադատությունների փուլ Ocean Gate-ի դեմ։ Հետաքննությունների ընթացքում պարզվեց, որ Տիտանը չուներ անկախ սերտիֆիկացում, չի իրականացվել ամբողջական ճնշման թեստավորման փուլ։ Ընկերությունը անտեսել է ներսի եւ դրսի ինժեներների խորհուրդները, հենվում է ոչ պրոֆեսիոնալ կառավարման եւ մեխանիկական համակարգերի վրա։ Տիտան բատիսկաֆը անետացել է 2023 թվականի հունիսի 18-ին, կիրակի օրը, խորտակված Տիտանիկ նավի մոտ սուզվելու ժամանակ։ Նավը ժամանել է Տիտանիկի խորտակման վայր կիրակի վաղառավոտյան, Polar Prince նավով, եւ սկսել է սուզվել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4-ին։ Տիտանի այդ շփումը կորել է մոտավորապես 1 ժամ 45 րոպե անց։ Տիտանիկի հարևանությամբ Տիտանի նախորդ սուզումների ժամանակ հաղորդակցությունը ուղեկցող նավի հետ եւս մի քանի ժամով ընդհատվել էր։ 2021 թվականից սկսած Ocean Gate-ը Տիտանիկի մոտ 60 առևտրային այցելուի եւ 15-ից 20 գիտնականի է իջեցրել։ Սովորաբար տևում է 8 ժամ Տիտանիկի մոտ իջնելու համար, որը գտնվում է մոտ 3800 մետր խորության վրա։ Տիտանով սուզում են կատարել 5 մարդ, այդ թվում 3 զբոսաշրջիկներ, որոնց ընկերությունը անվանում է առաքելության մասնագետներ, ովքեր 250,000-ական ԱՄՆ դոլար են վճարել արշավախմբի համար։ Որոնողական գործողությանը, որը համակարգվել է Բոստոնից, ներգրավել է կանադական առափնյա պահպանության նավ եւ ռազմական ինքնաթիռ։ Բացի այդ, մի քանի կառավարություններ եւ ընկերություններ հայտարարել են որոնողական աշխատանքներին աջակցելու մասին։
Փորձագետների կարծիքով Տիտանը 96 ժամի թթվածնի պաշար է ունեցել, որը պետք է բավարար լիներ մինչև հունիսի 22-ի առավոտյան։ Հունիսի 22-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմի գաղտնի ձայնային հայտնաբերման համակարգի հիդրոֆոնները բատիսկաֆի հետ կապը կորցնելուց որոշ ժամանակ անց արձանագրել են Տիտանի պայթյունի ձայնը։ Հայտնաբերվել է Տիտան բատիսկաֆի բեկորները, Ocean Gate-ը հայտարարել է, որ նավի բոլոր 5 մարդիկ մահացել են։ Ըստ հետազոտությունների բատիսկաֆը ենթարկվել է աղետային պայթյունի և ջրի ճնշման տակ ճզմվել, ակնթարթորեն սպանելով նավում գտնվող բոլոր մարդկանց։ «1990-ականներին գիտնականները պարզեցին, որ նավի քայքայման հիմնական պատճառը ոչ միայն ժանգն է, այլ հատուկ մետաղաճանաչող բակտերիաներ, որոնք տասնամյակներ շարունակ մաշեցնում են նավի կառուցվածքը։ Այս բակտերիան հայտնաբերվել է հենց Տիտանիկի վրա։ Այն ուտում է մետաղը, վերածելով այն ռուսթիկ բյուրեղների, որոնք հենց այդպես էլ կոչվում են։ 1985 թվականին Տիտանիկը առաջին անգամ հայտնաբերվեց ծովի հատակին Ռոբերտ Բալարդի կողմից։ Դրանից հետո 1990-ից մինչև 2020 թվականների ընթացքում տասնյակ գիտական խմբեր ուսումնասիրեցին նավը։ 2019 թվականին տեղի ունեցավ կարևոր սուզում Տրիտոն բատիսկաֆով։ Պատմաբան Պարք Սթիվենսոնը ասում է. «Ինձ ցնցեց, թե որքան արագ է Տիտանիկը վերանում։ Որոշ հատվածներ պարզապես չկան, տանիքները փլվել են, իսկ պատուհանները բացակա են։ Մասնավորապես փլվել են նավապետի սենյակը, նավիգացիոն կամուրջը, առաջնամասի բազում դռներ։ Որոշ կառուցվածքներ կորցրել են իրենց ամբողջ շինվածքը ընդամենը վերջին 15 տարում»։ Համաձայն Բարքլինի և Հալֆաքսի համալսարանների համատեղ ուսումնասիրության, Տիտանիկը կդադարի գոյություն ունենալ 2030-ից 2045 թվականների ընթացքում։ Ըստ հաշվարկների նրա հիմնական մետաղական կառուցվածքի 60%-ից ավելին արդեն քայքայված է։ Մնացածը ուտվում է տարեկան մոտ 200-ից 300 կիլոգրամ արագությամբ, բակտերիաների միջոցով։ Եվ շատերին հետաքրքրում է, թե չկա որևէ միջոց Տիտանիկը ջրից հանելու և մասերը պահպանելու որևէ թանգարանում։ Պատասխանը մեկն է՝ ոչ։ Անգամ եթե մարդիկ որոշեն նավը դուրս բերել ջրից, հավատացեք, Տիտանիկից ոչինչ չի մնա։ Օվկիանոսից նավը դուրս բերելու ժամանակ նավի մնացորդները ուղղակի կոչնչանան։ Չգիտեմ Տիտանիկ 2-ը արդյոք կստանա կենդանություն թե ոչ, չնայած որ Կլայվ Պալմերը ոչինչ չի խնայում դրա համար։ Փաստը մնում է այն, որ Տիտանիկը բոլոր ժամանակների լավագույն և լեգենդար նավն է։ Հույս ունենանք, որ մարդկությունը ամեն ինչ կանի, որպեսզի ջրային թանգարան դարձած թագուհուն պահպանի։